Ամեն անգամ մենք մտածում ենք, որ ավելի վատ բան, ավելի ցածր հարարք չեն կարող անել, բայց հասկանում ենք, որ միշտ իրենք կարողանում են անել այնպես, որ մենք միշտ զարմանանք։ Պարոն Վանեցյան, հաջորդը դուք լինելու, որովհետև պարբերաբար ձեր անվտանգության տղաներին ձերբակալում են, ապօրինի ձեր զինամթերք բարելու հետ կապված, հետո բաց են թողնում։ Ես արդեն եղել եմ մի քանի անգամ, մի քանի օր առաջ էլի գիտեք օդանավակայանում վեհապարին դիմավորելուց հետո եւս հերթական մի շոուն եղավ, ես չգիտեմ արդեն ոնց բացատրեմ, որ մենք ապօրինի զենք չունենք եւ ընդհանրապես ապօրինություններով չենք զբաղվում։ Ինչու աշխատանքից ազատվեց ԱԱԾ-պետ Արմեն Աբազյանը։ Նա ամենաերկար պաշտոնավարածն էր եւ այսօր տեղեկություններ կա, որ Աբազյանը փաստորեն չի կատարել Փաշինյանի հրահանգը, Փաշինյանն էլ ասել չէր կարող չկատարել, արդյոք դա այսպես սկզբունքայնություն է դասավորել։ Դուք հարցը տվեցիք, հարցը պատասխանեցիք, դրան ավելացնելու բան չունեմ։ Պարոն Վանեցյան, ձեր կարծիքով ինչու Արմեն Աբազյանը աշխատանքից ազատվեց մեկ գիշերվա ընթացքում, Նիկոլ Փաշինյանի այդ հարցը ուղղեք, ես չեմ կարող ասել։ Ես գիտեք, ես ասել եմ մի բան։ Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, ով կլինի ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարար, դատախազ, դատավոր, բոլորի դեմքին կպցնում եք Նիկոլ Փաշինյանի դիմակը ու բոլորին դիտարկում եք այդ տեսանկյունից։ Կարևոր չի այս պայինով, ասենք Արմեն Աբազյանի տեղը կնշանակվի ինչա, չի Արմեն Աբազյանը կարող էր չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Ես չեմ հավատում, որ ուժային կառույցում ուսադրի տակ գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանը։ Այդ դեպքում երեք ինչու ազգային անվտանգության ծառայության աշխատանքի։ Ես այդպես մանրամասները չգիտեմ։ Անկեղծ ասած ես չգիտեմ ինչի չմտան, միգուցե նման խնդիր ընդհանրապես չի եղել, որ ազգային անվտանգության ծառայությունը մտնի։ Դրա համար ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ։ Հիբրիդային անվտանգության մասին է խոսում Փաշինյանը, բարբերաբար հիշում ենք ձեր ղեկավարման տարիներին էլ ինչ-որ որսերով էր զբաղված, ի վերջո ում դեմ է պայքարում Փաշինյանը, քանի հոգու դեմ է պայքարում, երևութական է աներևույթ են այդ հիբրիդային վտանգները։ Ինչի մասին է խոսում։ Հիբրիդային անվտանգության, ասում է հիբրիդային անվտանգության խնդիրներ կան, նաև Կհիշեք, որ ես նոր էի զբաղվում քաղաքականությամբ եւ նոր դուրս եկել ԱԱԾ-տնօրենի պաշտոնից, ինձ էլ մեղադրում էր հիբրիդային հեղաշրջում անելու մեջ։ Հենց դրա համար եմ ձեզ հարցը տալիս։ Ձեզ մարդու մտահորիզոնը չի զարգացել, չի աճել, ինքը իր էլեկտորատի համար ինչ-որ բառեր է ասում, որ իր էլեկտորատը հավատա եւ մտածեն, որ ինքը կարևոր ինչ-որ գործով է զբաղված։ Այնինչ ինքը ձախողել է բոլոր ուղղությունները, առաջին հերթին ձախողել է մեր երկրի անվտանգությունը, կորցրել է մեր հայրենիքի արցախյան հատվածը, իր ղեկավարման տարիներին, իր անփառունակ ղեկավարման արդյունքում ունեցել ենք 4000 եւ ավել զոհ, եւ այսօր մեր հանրությունը լարված սպասում է, թե հերթական ինչ քայլը պետք է անի Նիկոլ Փաշինյանը մեր երկրի դեմ։ Իսկ ինչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը, նաև օրինակ դուք եւ ձեզ շրջապատող մարդիկ, որպեսզի կանխեք օրինակ Փաշինյանի գործընթացը մեկնարկած, որովհետեւ Փաշինյանը պնդում է, որ ամեն ինչ անում է պետության, պետականության համար եւ երկրի ներսում կան ուժեր, որոնք դրսից ծառայում։ Ես քիչ առաջ խոսեցի, թե ինչեր է արել Փաշինյանը իր կառավարման տարիներին եւ նրա որևէ քայլ ուղղված չի պետության ուժեղացման համար։ Նրա բոլոր քայլերը լրիվ հակառակի մասին են խոսում։ Անելիքների մասին ես գիտեք, չեմ ուզում երբեք արդարացնեմ ընդդիմության արածը կամ չարածը։ Ես ուզում եմ ասեմ, այո, ցավոք սրտի ընդդիմությունը, այդ թվում եւ ես, չեն կարողացել մինչ օրս հասնենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, բայց ինչու, որովհետև Փաշինյանի ամենամեծ արժեքը դա իշխանությանը զավթած Դուք էլ հայրենիքից թանկ ոչինչ բանացին, դուք կենկերներ ընդդիմադի, այդպես է կատարում, որ հայրենիքը ավելի թանկ է, քան ցանկացած պաշտոն, բայց չեք կարողանում դուք հայրենիքը պահել, բայց ինքը իշխանությունը կարողանում է պահել։ Որտեղ ինքն իշխանականության
Սամվել Կարապետյանին ինչի ձերբակալել ձեր կարծիքով։ Սամվել Կարապետյանը մի հարցազրույց է տվել եւ ասել է մի նախադասություն, որը ես վստահ եմ ցանկացած ազգությամբ հայ առաքելական նույն նախադասությունը ասել է մենք Սամվել Կարապետյանը ավելի հայտարարություններ ժամանակին արել է։ Հիմա իշխանությունները Սամվել Կարապետյանից Մոսկվային են խոսում, ասում են տեսեք Մոսկվայից ինչ արագ արձագանքեցին ես։ Իշխանությունները կհիշեք տարիներ առաջ սատանաներ էին գալիս, հետո սատանաներ էին գալիս, հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը ծաղրում էր ազգային անվտանգության ծառայությանը եւ պաշտոնական հարցում էր ուղարկում, ասում էր ինչ փուլում է գտնվում վարչապետի կողմից տրված հանրահարական ազգային անվտանգության ծառայությանը սատանաներ գործալու հարցում ու ազգային անվտանգության ծառայությունն չգիտեմ ինչու պատասխաններ տալիս, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվեն։ Իմ համար դա շատ ցավալի է, ես դա որ ասում եմ ժպտալով ենք ասում եւ հումորի ենք վերածում, բայց հենց դա պատճառը հիմքերից մեկը նա է, որ մենք ունենք այս իրավիճակը։ Եթե ձեր օրը կտեսի հանրահայություն տենց абսուրդ ասել սահմանակը։ Իմ օրոք շատ հանրահայություններ տվել է, դուք հիշում եք, թե ես ինչպես եմ արձագանքել։ Իմ օրոք տվել է հանրահայություն ֆեյք օգտատերերին հայտնաբերել, ձերբակալել, նստացնել, իմ օրոք ես հենց այդ պահին լրագրողների հետ ժամանակ ասել եմ, որ մարդու անանուն հանդես գալը կամ մարդու իրավունքների հիմնարար ստացվում որ կարող է լինել օրինակ Քոչարյանի հետ կապված ես ոչ մի բան չեմ արել, Մամվել Գրիգորյանի լսեք Անի ջան կլսեք այդ բոլորը ինչ ասում եք դա եղել են օպերատիվ տեղեկություններ եւ ազգային անվտանգություն ծառայությունը իրականացրել է օպերատիվ միջոցառումներ։ Ես չեմ բացառում, դրա համար ես ոչ մի բան չեմ ասում, ես փաստերն եմ արձագանքում։ Հիմա Փաշինյանը այսօր ասաց ԱԱԾ-տնօրենը չի կարող չկատարել իմ հրանգները, դուք էլ ասացիք։ Հիմա ստացվում է դուք չեք կատարել այն ժամանակ, Աբազյանը մյուսները կատարել են։ Կարող է, այսինքն դա անձից է կախված, թե պաշտոնը կարող են թե չեն կարող։ Հիմա արձանագրում եք ինչ-որ իրողություն փաստ, թե հարց եք տալիս։ Հարցնում եմ, ուզում եմ, բայց հասկանամ։ Այդ հարցին ես արդեն պատասխան։ Սա նկատի ունեմ անձից է կախված կատարել կամ չկատարել։ Էրդողանի հետ հանդիպումից ոչ մի լավ բան ցավոք սրտի չեն կարող սպասել, որովհետև այս մարդիկ իշխանության ղեկին գտնվող անձը որևէ մի անգամ չի արել հայանպաստ որևէ քայլ չի արել։ Ես չգիտեմ, ես մի կարծիք ունեմ, որ ինքը օրինակ ինչ պետք է անի 26 թվականի ընտրություններին, ինչպես պետք է ինքը քաղաքացիներից խնդրի, որ իրեն նորից ընտրեն։ Միակ տարբերակը հետևյալն է. նա պետք է ունենա մի փաստաթուղթ, որը թափահարելով ասի, որ սա փաստաթուղթ է, օրինակ անունը ինչ որ մի վերնագրով խաղաղություն բառը մեջ է լինելով, այդ վերնագրով փաստաթուղթը ձեռքը գալու է Հայաստան ու ասի, ժողովուրդ, խնդրում եմ ինձ քվե տվեք, որ ես գնամ խաղաղության պայմանագիրը կնքեմ, որովհետև այլ տարբերակ եւ այլ առաջարկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չունի մեր հանրությանը ներկայացնելու։ Դա է լինելու եւ ես կարծում եմ սա պայմանավորված ինչ որ մի այց է դեպի Թուրքիա, որի ընթացքում կլինի ցավոք սրտի էլի ոչ հայանպաստ լուծումներ։ Սյունիքի հանձնում եկեք դրա մասին չխոսենք ու առհասարակ մեր մտքից անենք, որ նման բան կարող է լինել։ Ձեր կարծիքով Աբազյանը, որը ամենածանրաշրջանում Նիկոլ Փաշինյանի ինքնիլեց պաշտոնի առաջարկը եւ ղեկավարեց, հիմա հեռացել է։ Ձեր կարծիքով ինչու է հեռացել, ինչը կարող է ստիպել։ Իսկապես նա վատ է կատարել Փաշինյանի հանրահարականը, թե հրաժարվել է կատարել Սամվել Կարապետյանի նկատմամբ գործողությունները։ Ես ենթակը նայեք առհասարակ չեմ խոսում։ Եկեք որոշ ժամանակ թող անցնի մի քիչ ինֆորմացիա ունենանք
ինչ է եղել իրականում, որ խոսենք։ Հիմա գիտեք, կարող ենք տարբեր վերլուծություններ անել, վերջում պարզվի, որ ինչ-որ անլուրջ խոսակցություն է։ Արմեն Աբազյան մի բան էլ ես մասով։ Ի տարբերություն դες լուր հեռացավ, ձեր հայտարարություն չի արել որևէ բան, այսօր մի քանի անգամ փորձեցի զանգեմ, չպատասխանեց, նույնիսկ SMS եմ գրել։ Բայց հետաքրքիր է ձեր կարծիքով Արմեն Աբազյանին կտեղափոխեն նոր պաշտոնի, օրինակ ինչպես Էդուարդ Հովհաննիսյանն է, չէ՞ կարծեմ։ Խոսքով նախորդ ԱԾՏՆ-ին ատոմակային թե կդառնա անդիմադիր։ Ինչ եք կարծում։ Ես ենթադրություններով չեմ ուզում խոսել։ Դուք անընդհատ ինչ-որ ուզում եք, որ ես Արմեն Աբազյանի աշխատանքից ազատման հետ կապված մանրամասն տեղեկություններ հայտնեմ։ Դե նախկին գործընկերն է։ Իմ նախկին գործընկերն ա եղել, ճանաչում եմ, այո, բայց ես չեմ կարող հիմա ենթադրություններով ինչ-որ այսքան մարդու մոտ ինչ-որ մի բան ասել։ Պարոն Վանեցյան, դուք ասել եք, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը անձամբ իշխանությունը պահելու համար կարող է անգամ գնալ պետականության կորուստի, իսկ ինչ կարող է անել ընդդիմությունը թույլ չտալու այդ պետականության կորուստը, ինչ։ Ընդդիմությունը պետք է պայքարի, աշխատի հանրության հետ, այն բոլոր մտահոգությունները ներկայացնի հանրությանը եւ փորձի ինչ-որ մի փուլում ժողովրդի աջակցությամբ ազատել այս իշխանություններից։ Մինչև ընտրություններ, եթե կստացվի, անպայման պետք է այդ առիթից օգտվել, բայց մենք պետք է գիտակցենք, որ ժողովրդին հիասթափեցնելու իրավունք մենք այլևս չունենք։ Որևէ մեկը։ Բայց հիասթափեցել է քանիսս ընդդիմությունը։ Աբսուրդ, ուղղակի աբսուրդ։ Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ Facebook-յան գրառումը ավելի շատ է ընկնում սահմանադրական կարգի տապալման հոդվածի տակ, քան Սամվել Կարապետյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ 10 հոգանոց խմբեր ենք ստեղծում եւ գնում ենք քրիստոնեաբար եւ սիրով վեհապարին հանենք վեհարանից։ Հիմա ուզում եք ձեր փորձենք, հիմա ձեր եթերում ես նույնը հայտարարեմ վեհապար եւ վեհարան բառերը փոխարինեմ վարչապետ եւ կառավարության շենք, մինչև ստեղից հասնեմ իմ մեքենան, ինձ արդեն կձերբակալեն։ Եթե ուզում եք դուք էլ հայտնեք ստեղ, ասեք։